Հայ առաքելական եկեղեցում այսօրվանից սկսվել է առաջավորած պահքը, հնգօրյա ծոմապահություն, որը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ի հիշատակ Հայաստանի լուսավորության։ Հենց այդ պատճառով էլ առաջավորած պահքը բնորոշ ու հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն։ Համաշխարհային պատմության մեջ եւ ընդհանուր քրիստոնեական եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ որևէ պետական միավոր թագավորություն հանկարծ արքունիքի մակարդակով պահեցողության մեջ է հայտնվում։ Առաջավորած պահքը կապված է հայ ժողովրդի ազգային ու հոգևոր պատմության հետ։ Այն ըստ ավանդության սահմանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ Գ թագավորի եւ հայ արքունիքի դարձի օրերին։ Տեր Փավստոս Քահանա Սարգսյանի խոսքով առաջավորած պահքը համաշխարհային պատմության մեջ եզակի երևույթ է։ Առաջին անգամ մի ամբողջ թագավորություն պետական մակարդակով մտնում է ծոմապահության եւ ապաշխարության շրջան։ Ամեն անգամ մենք մեր պատմական հիշողությունը թարմացնելով կարծես թե մեր ժամանակի մեջ մեր սերունդում կրկնում ենք նույնը, ասելու համար, որ ուրեմն մեր դարձը, հայոց դարձը պատահականություն չէր։ Չկորցնենք մեր կենդանի Աստծո հանդեպ մեր հայրենական պաշտամունքի կերպն ու նկարագիրը։ Առաջավորած պահքի խորքային իմաստը մտածողության ու հոգևոր կենտրոնի փոփոխությունն է։ Եթե սովորաբար մարդը ապրում է ինքն իրեն կենտրոնում դնելով, ապա ապաշխարությունը նշանակում է այդ կենտրոնը տեղափոխել դեպի արարիչը։ Մեր կենտրոնական հոգեբանական մտածումը փոփոխության է ենթարկվում, հասկանում ենք, որ արարածը, մարտարարածը պետք է ապրի եւ գործի այնպես, ինչպես իր արարիչն է կամենում։ Այս փոփոխությունը կոչվում է ապաշխարություն։ Պահքը սրան նպաստող լավագույն միջոցառումներից մեկն է։ Առաջավորած պահքը փաստորեն մեր հայ արքունիքին այսպիսի փոփոխություն բերեց, մտածողության եւ գիտակցության փոփոխություն բերեց, որ հարկավոր է իբրև ընդհանուր հավաքական միավոր կարելի է ապրել եւ գործել այնպես, ինչպես արարիչը ինքն է կամենում։ Առաջավորած պահքը տևում է 5 օր, երկուշաբթից մինչև ուրբաթ։ Պահքը լուծարվում է ուրբաթ երեկոյան։ Տեր Փավստոսը նաև նկատում է, որ վերջին տարիներին հավատացյալների վերաբերմունքը պահք պահելիս զգալիորեն փոխվել է։ Ազնիվ լինելու համար ասեմ, որ բոլոր դեպքերում դրական տեղաշարժ է նկատվում, այո, եթե մի ժամանակ առաջ կերակուրի առումով ավելի էին կենտրոնացած, այսինքն դիետայի են նման ծնում, բայց հիմա կարծում եմ, որ չէ, իշքան մենք շփվում ենք, տեսնում ենք, որ չէ, խորհրդին են փորձում հետևելու, չնայած որ պահքի խորհրդի իմացության մեջ դեռևս շատ պակասներ կան։ Եվ բնական է, որ հասարակությունը, վերջո հետ խորհրդային շրջանի հասարակությունը եւ կարելի է ասել քրիստոնեական կարգի կանոնի, կեցվածքի, պահվածքի մեկնարկը նորից է տվել։ Եվ այս ճանապարհին դեռ երիտասարդ է կամ դեռ նույնիսկ կարելի ասել մանուկ։ Եվ դրա համար իմացության պակասը շատ է, բայց համենայն դեպս որ դրա խորհրդավորությունը այսպես հասկանում են, ավելի շուտ հասկանում են, որ դեռ խորհրդավորություն կա։ Համիգուցե խորհուրդը շատ լավ չընկալելով, բայց գիտեն, որ կա խորհրդավորություն, եւ այդ խորհրդավորությունը բնավել ֆիզիկականությանը չի վերաբերում, հոգեվորությանն է վերաբերում։ Զուտ միայն այս ձեռքբերումը արդեն բավականին մեծ ձեռքբերում է։ Այս 5 օրերը հավատացյալներին առաջնորդում են դեպի ապաշխարություն, ինքնաճանաչում եւ հոգեվոր վերազարթոնք, նախապատրաստելով մեծ պահքի ճանապարհը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ներքին գործերի նախարարություն գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության կողմից 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները եւ ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանը շեշտադրել է քաղաքացիական կենտրոն մոտեցումները, հաշվառումը մատուցող հանրային ծառայությունների համատեքստում։ Մասնավորապես նա ներկայացրել է վարորդական իրավունքի եւ տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացին փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները։ Ի պատասխան վարչապետի հարցին նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ եւ տեսնել իր թվային վարորդական վկայականը։
Դուք ասում եք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերը նվազել են։ Այո, արդեն երկրորդ տարին անունդ մեջ բան վարչապետ։ Մի կողմից ասում են, վայ, այսքան մարդ զրկվել է վարելու իրավունքից, մյուս կողմից մենք զոհերի նվազում ունենք։ Բայց մենք պետք է այդ երկու թվերը իրար հետ ցույց տանք, որովհետև նա առանձին ենք ցույց տալիս, կապը այդ երկու բանի հետ չերևում։ Կա այդ վիճակագրությունը, կա, եթե կարելի է մի հատ ասեք, 23 թվականին մենք աճ ենք ունեցել 22-ի համադրությամբ։ Կողքը ունենք 24 թվական, որը 23-ի համադրությամբ -45 զոհ ենք ունեցել։ Եվ 2025-ին 24-ի համադրությամբ -50 ենք ունեցել։ Այսինքն 23-ի համադրության -95։ Այո։ Իսկ այստեղ զրկվածների թիվը կա։ Նայենք արդեն ձախ կողմում, պարոն վարչապետ, 5435 անձ ըստ էության անձանցով ենք նույնականացրել, ոչ թե դեպքով զրկվել են ու ներքևը կտեսնեք նաև ճանապարհային ոստիկանության 3 տարվա տարեկան միջինը 764-ի դիմաց։ Այս երկու թիվը չեն կարող իր այդ կապ չունենան։ Այո։ Բացառված բան է, որ կապ չունենան։ Բայց դրա համար այս թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ Բայց այս երկու թվերը դրեք իրար։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2022 եւ 23 թվին ինչ մթնոլորտ էր հանրապետությունում, այդ թվում ազգային ժողովում, սոցիալական ցանցերում ասում էին, որ ոչ մի բան չի ձեռնարկում, կարող մարդիկ կոտորվում են եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա խմած վարելու պատճառ։ Հիմա եթե ես 5400 անձը վարեր, չէր կարա զոհերի թիվը նվազեր։ Առնվազն չէր կարա նվազել եւ սա պետք է այս երկու թիվը իրար հետ համադրությամբ ցույց տալ։ Վարորդական վկայական եւ հաշվառման վկայագիրը ինչ է փոխվում։ Մեր հանրապետությունում բոլոր վարորդների վարորդական վկայականները այլևս թվային են։ Հիմա եթե մտնեք յուրաքանչյուրը ձեր օգտահաշիվը, կարող եք տեսնել ձեր թվային վարորդական վկայականը եւ նույնը նաեւ ժողովրդին ավելի մաչելի տեղանձնագիր ասվածը, հաշվառման վկայագրերը եւս թվայնացված են։ Եթե օրինակ Պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի հետ պլաստիկը չունենալու համար, հիմա այլևս ոչ մի վարչարություն չեն կանում։ Ստուգում ենք իրավունքը ունես, կրիչի այդ ֆիզիկական տարբերակի կարիքը այլևս չունենք։ Դե մի X պահի այդ նշանակումը դա ընդհանրապես պետքա չթողարկվի, որովհետև դրա իմաստը ո՞րն է։ Երբ որ տարածքը լքում ես, միայն այդ դեպքում, այսինքն անձը պիտի որոշի, եթե լքելու կարիք կա, կարող է ստանալ, չէ, թվայինը բավարար է ներպետական ընթացակարգերի համար։ Հովանեսյան ամուսինները ձեռք-ձեռքի համատեղ կյանքի արծաթե ոսկե ադամանդե հոբելյաններն անցել, 3 զավակներին վաղուց ամուսնացրել, հիմա ապրում են երկուսով նույն սիրով։ Շատ գոհ եմ ես իմ ճակատագրից, իմ երեխաներից, իմ ապրած կյանքից։ Կենսասեր ու լավատես մնալ օգնում է երկուսին միավորող բնավորության նույն գիծը, անկախ տարիքից միշտ նոր բան սովորել, օրը գրականությամբ, որակյալ հաղորդումներով լցնել ու պարտադիր նաև երկրի աշխարհի նորություններին հետևել։ Առավոտյան ռադիոն է իմ ամենալավ ընկերը, ամեն ինչից ինֆորմացնում է։ Սոցիալական ոլորտում տարեսկզբից մեկնարկող նորությունների մասին էլ շրջապատում առաջին ինքն է իմացել կենսաթոշակն անկախիկ տնօրինելու դեպքում արդեն 20% հետվճարի հնարավորության մասին, նաև տարեկից հարևաններին տեղյակ պահել։ Բարև ձեզ, այսօր ես գնում։ Երբ առաջ աշխատում էինք ամբողջ տարին 1000 դրամ էին ավելացնում թոշակին, աշխարհի չափ ուրախանում ենք, բայց հիմի որ 10000 թոշակին ավելանա, չեմ ասում ինչ ելք է դա, բայց շատ ուրախալի է։ Երկու կողմանի օգնություն է, համ պետությանն ենք օգնում, համ մեզ են օգնում։ Հունվարից արդեն կենսաթոշակ նպաստն անկանխիկ ծախսելու դեպքում քաղաքացիները նախկին 12% հետվճարի փոխարեն 8%-ով ավելի քեշբեք ստանալու հնարավորություն ունեն, ինչը թույլ կտա նախկին առավելագույնը 6000 դրամի փոխարեն մինչև 10000 դրամով ամսական եկամուտը բարելավեն։ Մեկնարկային փուլում թիրախային խմբի քաղաքացիների չնչին տոկոսներ քարտով նպաստ թոշակ ստանում, անկանխիկ գործարքներ անում, ամսյամիս սակայն նոր պահանջարկ ձևավորվեց, վարքագիծ փոխվեց։ 2025-ի տարեվերջին հետվճարից օգտվող քաղաքացիների թիվը 378,000-ի է հասել, որը թոշակ նպաստացողների ընդհանուր թվի գրեթե 60%-ն է։ Մինչ օրս ավելի քան 30 միլիարդ դրամ հետվճար է տրամադրվել, այդ թիվը ամեն օր աճում է, նույնիսկ ինչ որ մի պահի, որ ասում ես, արդեն ժամանակավրեպ է լինում։ Հունվարից գործում է նաև անկախի գործարքներից 2% քեշբեք ստանալու հնարավորությունն արդեն բոլոր քաղաքացիների
համար միայն մեկ նախապայմանով, եթե գործարքը առկա քարտերով է իրականացվում։ Այն կենսաթոշակառուներ եւ նպաստառուները, որոնք կունենան կամ կուզենան վերցնել առկա քարտ որպես կենսաթոշակային քարտ, որը այս պայդրությամբ ոչ բոլոր բանկերն են տալիս, բայց կան բանկեր, որ տալիս են, ապա այդ դեպքում կգործի նաև 20 գումարած 2 սկզբունքը, այսինքն 20% կստանան մեր ծրագրով եւ 2% կստանան համընդհանուր ծրագրով, որը ըստ էության էլի կենսաթոշակի բարձրացում է լինելու։ Ընդամենը մի քանի ամսից ապրիլից բոլոր պետական սոցիալական վճարներն այլևս անկանխիկ կփոխանցվեն։ Եթե մինչև այժմ որոշ խմբեր 75-ից բարձր տարիքի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող էին թոշակ նպաստ ստանալ կանխիկ, գարնանից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։ Արդեն հանվել են այդ բացառությունները օրենքով։ Մենք պարզապես մեր համար ժամանակ ենք վերցրել 3 ամիս, որպեսզի նախ սահուն անցումը կատարենք եւ երկրորդն էլ այդ կարգերի միջոցով որոշենք, թե որ քաղաքացիներն ենք մենք օգնելու, ովքեր որ խնդիր ունեն եւ ինչպես են օգնելու։ Լուծումները կարող են լինել թե նորարարական, էլեկտրոնային, թվային, տեսազան եւ այլն, եւ թե նաեւ մենք ծառայությունը մոտեցնենք քաղաքացիներին, դեռ մշակումների փուլում ենք։ Ծրագիրը, որը կենսաթոշակ նպաստ ավելացնելու հնարավորություն ընձեռելուց բացի նաեւ ստվերային դրամաշրջանառությունը կանխելու նպատակ ուներ, այս ուղղությամբ էլ գոհացուցիչ ցուցանիշներ ունի։ Արմինե ջան, կարելի է թեւդ մտնեմ։ Տիկին Հասմիկը տան առևտուրը, որը միշտ ինքն է անում, սկզբունքային է, որ ընձեռված հնարավորությունը միշտ իրացնի։ Անկախիկ ենք անում առևտուրը, այդպես խանութ չկա, որ չունեն այդ ապարատները։ Եթե չեն ունենում, աշխատում են ունենան, որտեվ հաճախորդներ քիչ են ունենում։ Ընտանեկան բյուջեն իր կողմից 10,000 գրեթե նույնքան էլ ամուսնու թոշակից ամսական ավելացնելու հնարավորությունը շատերի համար գուցե փոքր գումար է, բայց կենսաթոշակով ապրող զույգը տան համար լրացուցիչ խնդիրներ կարողանում է լուծի։ 14 միլիարդ 204 միլիոն դոլար պետական պարտքը շատ է, թե քիչ Հայաստանի տնտեսության համար։ Ընդհանուրի մեջ 13 միլիարդ 710 միլիոն դոլարը կառավարության պարտքն է, որից 54%-ը ներքին, 46%-ը արտաքին է։ Դրամային արտահայտությամբ մեր պարտքը գրեթե 5 տրիլիոն 418 միլիարդ է։ Բայց պարտքի մասին խոսողները երբեմն միտումնավոր աչքաթող են անում, որ գլխավոր հարցը ոչ թե թիվն է, այլ այն, արդյոք այդ պարտքը կառավարելի է եւ ինչ է այն տալիս երկրի տնտեսությանը։ Եթե մենք նայում ենք հնայի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը, ամբողջությամբ կառավարելի մակարդակում մենք մեր հետ համադրելի երկրների տեսանկյունից նույնիսկ ավելի լավ վիճակում ենք։ Պարտքը հարաբերակցությունը 50%-ի միջակայքում է։ Մարման միջին ժամկետը մոտ 7 տարի։ Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը 86.5%-ի շրջանակում է։ Կարելի է իհարկե ուղղակի խոսալ նրա մասին, որ պարտքը մեծ է կամ փոքր է, բայց իր կառավարելիության հարցը հենց սենց ցուցանիշներով է չափում եւ մենք բոլոր տեսանկյուններից գտնվում ենք կառավարելի միջակայքում։ Այո, արդյոք մենք ուզում ենք ավելի կառավարելի լինել, միանշանակ ուզում ենք ավելի կառավարելի լինի, լավարկման տեղ ունենք, միանշանակ լավարկման տեղ ունենք, անհանգստանալու տեղ ունենք, ոչ։ Վերջին տարիներին կառավարությունը մեծացնում է ներքին պարտքի կշիռը, այդպիսով խուսափելով փոխարժեքի ռիսկերից։ Բացի այդ, ներքին պարտքի ավելի քան 87%-ը վճարվում է Հայաստանի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում պետական պարտատոմսեր, միաժամանակ աջակցելով պետությանը եւ ստանալով եկամուտ։ Սակայն ներքին պարտքը արտաքինի համեմատ ավելի բարձր տոկոսադրույք ունի, նկատում է ֆինանսների նախարարի տեղակալը։ Եթե օրինակ մեր արտաքին վարկերի միջին տոկոսադրույքը 3.3%-ա, ապա գանձապետական պարտատոմսերին դրամով արտահայտված միջինը 10.3%-ա։ Իհարկե կարելի է ասել, դե եկեք գնանք մենակ արտարժույթով վարկեր վերցնենք, բայց այդ 3.3%-ը ամբողջությամբ դուրս է գնում։ Արդյոք մենք ուզում ենք, որ շատ կախված լինենք եւ շատ անհանգստանանք անընդհատ դրամի տատանումներից պետական պարտքի տեսանկյունից։ Այդքան էլ չէ։ Իսկ այդ դեպքում ինչի ամբողջը չենք տեղական շուկայից վերցնում, մենք չենք ուզում բոլոր վարկային ռեսուրսները դեպի մեզ քաշել, որովհետեւ մասնավոր հատվածը եւս ֆինանսավորման կարիք ունի։ Այսինքն մենք փորձում ենք այս բալանսը գտնել։ 2024-ի տարեվերջի համեմատ պետական պարտքն ավելացել է ավելի քան 1.3 միլիարդ դոլարով, մեծ մասամբ ներքինի հաշվին։ Հայաստանը պարտքի կառավարման առումով ռիսկեր չունի, նկատում է փորձագետ Էդգար Աղաբեկյանը։ Մենք այս վերջին տարիներին, այո, պարտքի բավականին մեծ աճի տեմպեր ունենք, բայց մեծ է նաև տնտեսության աճի տեմպերը, երկրորդը մեծ է նաև բյուջեի, ասած ասած, աճի տեմպերը։ Դրանք կարելի ասել որոշակիորեն համադրելի են միմյանց հետ։ Այստեղ ոչ այնքան իրականում խնդիրը դրա մեջ է, որ այդ ծավալները մեծանում։ Այստեղ խնդիրը թե որքան արդյունավետ են օգտագործում այդ միջոցները, այսինքն բայց այստեղ
ոչ թե պարտքի ներգրավման միջոցների արդյունավետ օգտագործումն է, այլ ընդհանրապես պետական ծախսերի արդյունավետությունն է։ Հայաստանի պետական պարտքի արժութային կառուցվածքը այսպիսին է. 53.7% դրամային, 27.3%-ը դոլարային, 11%-ը եվրոյով եւ 7%-ը SDR-ով, որը տարբեր արժույթների համախումբ է։ Փոքր մասնաբաժին ունեն ին-ն ու յուանը։ Եթե պետական պարտքը մեր կառավարելի չլներ, մենք դրա ազդեցությունը անմիջականորեն կզգայինք։ Պետական պարտքի կառավարելիությունը կախված է վերջինիս չափից, համախառն ներքին արդյունքի մեջ ունեցած տեսակարար կշռից, դրա սպասարկմանն ուղղվող գումարների մեծությունից եւ տնտեսական աճի ավելի մեծ կամ փոքր լինելուց, քան այդ սպասարկման գումարներն են։ Ժամանակ առ ժամանակ ոմանք պետական պարտքը նաև բնակչության քանակի վրա են բաժանում եւ նշում, որ մեկ քաղաքացուն բաժին է ընկնում մի քանի հազար դոլար պարտք։ Սա մասնագետների կարծիքով սխալ մոտեցում է։ Ուղղակի վերցնել անհատի մեկ շնչին հաշվով պարտքի մեծացում ուղղակի նայեք, պիտի նայեք, որ մեկ շնչին հաշվով նաև հնայի ծավալներն են մեծանում, կամ մենք ունենում ենք որոշակիորեն տնտեսական արդյունավետության աճ, որը ենթադրում է, որ մեր պոտենցիալն է տնտեսության աճում, որի վկայությունը հենց տնտեսականային կայունությունը շոկերի մեջ որ ունեինք, կամ ունենք որոշակիորեն նաև փոխարժեքի կայունություն, որը էլի պարտքի կառավարման հետ կապված որոշակի ռիսկեր էր, որովհետև մեր պարտքի որոշակի մասը արտարժույթով է, արտարժույթի շուկայում եղած ռիսկերը կարող են ազդել պարտքի վրա, բայց ունենք այս ոլորտում որոշակի կայունություն, ունենք կենտրոնական բանկի պահուստների որոշակի աճ։ Ավագ Ավանեսյանը շեշտում է. լավ է, որ քաղաքացին հետաքրքրվում է պետական ֆինանսների կայունությամբ եւ կառավարմամբ, բայց չպետք է նաեւ մանիպուլյացիաներին տրվել։ Մենք ինչ կարող էինք անել, ասել դե պարտք չենք վերցնում էլ, օրինակ պետքա ջրամբար սարքել, հարկերը այդ տարի բարձրացնում ենք, փողը հավաքում ենք, ջրամբարի վրա ծախսում ենք, հետո հարկերը նորից իջացնում ենք։ Պատկերացրեք ինչ քաոտիկ համակարգ էր դառնալու, այսինքն գալու ենք, ասենք, գիտեք, ձեր հարկերը օրինակ այսքան էին, հիմա բարձրացնում ենք 5%-ով, որովհետև ջրամբար է պետք կառուցելու։ Ծավալային առումով աշխարհում ամենամեծ պետական պարտքը Միացյալ Նահանգներինն է՝ շուրջ 38.5 տրիլիոն դոլար, որը փոքր-ինչ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքը։ Այս քարտեզում մուգ նարնջագույնով նշված են այն երկրները, որոնց պետական պարտքը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման 2025-ի արդյունքներով հավասար կլինի կամ կգերազանցի տվյալ երկրի ՀՆԱ-ն։ Առաջատարը Ճապոնիան է, որի պետական պարտքը ՀՆԱ-ի կրկնապատիկից ավելի է։ ՀՆԱ-ն գերազանցող պետական պարտք ունեն նաև Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Սինգապուրը եւ Հունաստանը։ Ի հակադրություն, Մակաոյի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ զրոյական է, իսկ Լիխտենշտեյնինը կազմում է ընդամենը 0.5%։ Վիլեն Խաչատրյանն անդրադառնում է մեր ՀՆԱ-ին։ Եթե 2022 թվականին մենք ունեինք 8.5 տրիլիոն դրամանոց համախառն ներքին արդյունք, ապա ըստ կանխատեսումների համաձայն 2025 թվականին այն կազմելու է գրեթե 11 տրիլիոն։ Հետևաբար 2.5 տրիլիոն դրամը համեմատեք այդ պարտքի ավելացման հետ։ Եվ մյուս կողմից պարտքը ավելանում է ըստ ՀՆԱ-ի տեսակարար կշռի, այսինքն եթե նա ավելի խոշոր չափերի է հասնում, կարող է օգտագործել ավելի շատ պարտքի գործոն։ Մենք տեսանք շինարարության բումը, եւ որը ազդել է նաև կոնկրետ տնտեսական աճի վրա։ Այս ոլորտում ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք կարող են նաև ֆինանսավորվել պարտքի միջոցով, ունենում են նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Հաճախ տեսակետներ են հնչում, որ եթե պետությունը փողի խնդիր չունի, ապա ինչու է պարտ վերցնում։ Ավագ Ավանեսյանն է արձագանքում։ Այս դեպքում խոսքը զարգացման խնդիր լուծելու մասին է։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, դե որ փողի խնդիր չկա, պարտ մի վերցրա, օքեյ, շատ լավ, այդ դեպքում նշանակում է ենթակառուցվածքի խնդիր չունենք։ Փաստում ենք, որ ենթակառուցվածքի խնդիր չունենք։ Շատ էականորեն զարգացել է, բայց այդպես գալ ու ասել, որ մենք էլ զարգացման տեղ չունենք, լավ է։ Օքեյ, ես շատ ուրախ եմ, եթե մարդիկ կան, ովքեր համարում են այս մակարդակը զարգացման բավարար։ Բայց չեմ կարծում, որ նման խոսակցություն կարող է լինել։ Այսինքն պարտքի նպատակը դա ինքնանպատակ չի, էլի ինքնից չի, որ պարտք ենք ուզում վերցնենք, որտեղ այ չենք սիրում մարդկանց, ուզում ենք, որ բոլորը պարտք լինեն։ Մենք ասում ենք, կա կոնկրետ խնդիր լուծելու, ոնց լուծես։ Մենք գնում ենք, ասում ենք, շրջան, այս ճանապարհն է պետք սարքել, ով է համաձայն մեզ իր միջոցները հենց հիմա չծախսի, տա մեզ, ոնց որ դուք բանկում եք տանում դնում, բայց մեզ տվեք կամ բանկում դրեք, որ հետո բանկը մեր պարտատոմսերը առնի, որ մենք այդ ճանապարհը սարքենք եւ եթե մենք իրականում հաջողենք եւ այդ ճանապարհը կառուցվի եւ ինքը լավը լինի եւ ինքը լուծի խնդիրներ եւ տնտեսությունը զարգանա, դուք ձեր օգուտը այդ որոշումից կստանաք։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2026-ի տարեվերջում աշխարհի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 96.8%-ին, իսկ 2029-ին կհասնի 101%-ի։
Իրանի ԱԳՆ-ն հերքել է արևմտյան մամուլի տեղեկությունը, որ երկրում դեկտեմբերի 28-ից բռնկված ցույցերի ընթացքում զոհվել է 30,000 մարդ։ Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղայեին կեղծ է որակել այդ լուրը։ Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ, արտգործնախարար Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ 2400-ը եղել են քաղաքացիական անձինք եւ անվտանգության աշխատակիցներ, 690-ը ահաբեկիչներ։ Իրանի գլխավոր դատախազն էլ մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իսլամական Հանրապետությունում զանգվածային ցույցերի ֆոնին հարված չեն հասցրել այդ երկրին, քանի որ Թեհրանը խոստացել է չեղարկել ձերբակալված 800 քաղաքացու մահապատիժը։ Ոչ այդպիսի թիվ կա, ոչ էլ Իրանի դատական մարմիններն են նման որոշում կայացրել, նշել է Մոհամմադ Մովահեդին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը պահպանվում է, տեղեկություններ կան, որ ամերիկյան կողմն ուժեր է կուտակում Իսլամական Հանրապետության ուղղությամբ Մերձավոր Արևելքում։ Նաեւ հաղորդվում է, որ միջազգային մի շարք ավիաընկերություններ չեղարկում են Մերձավոր Արևելքի տարածքում, այդ թվում Իսրայելում չվերթները։ Թեհրանից հորդորել են Վաշինգտոնին սխալ հաշվարկների հիման վրա քայլեր չձեռնարկել, քանի որ դրանք համարժեք արձագանք կստանան։ Աբու Դաբիում անցած շաբաթ ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպումները։ Բանակցային թիմերը հայտնել են, որ հաջողվել է հասնել որոշակի առաջընթացի, մոտակա օրերին շփումները կարող են շարունակվել։ Օրակարգային հիմնական հարցը եղել է Դոնբասը, որի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Մոսկվան պահանջում է, որ ուկրաինական ուժերը լքեն Դոնբասի նույնիսկ այն տարածքները, որոնք չեն անցել ռուսական վերահսկողության տակ։ Կիևի համար դա անընդունելի է, քննարկվում է նաեւ Զապորոժիեի ԱԵԿ-ի ապագայի հարցը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի փոխել տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Նրա խոսքով Ռուսաստանը վաղուց փորձում է հեռացնել ուկրաինական ուժերին երկրի արևելքից, սակայն չի կարողանում հասնել այդ նպատակին առաջնագծում։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել։ Մենք համաձայն ենք շփվել եռակողմ ձևաչափով, բայց փոխզիջում գտնելու համար պետք է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան, այդ թվում ամերիկյան կողմը, ընդգծել է նախագահը։ Նա հավելել է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցություններում քննարկվել է ամերիկյան 20 կետանոց խաղաղության ծրագիրը։ Հարույց հարցերը շատ են, բայց այժմ դրանց թիվը նվազում է, հավելել է Զելենսկին։ Նաև նրա խոսքով սպասում են Ուկրաինայի համար ԱՄՆ-ի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներին։ Միացյալ Նահանգների հետ երկկողմ անվտանգության երաշխիքները 100%-ով պատրաստ են։ Կիևն այժմ սպասում է ստորագրման ամսաթվի եւ վայրի հստակեցմանը, մանրամասնել է Զելենսկին։ Կանադայի վարչապետի օրերս Պեկին կատարած այցի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը հաջողությամբ եւ ամբողջությամբ գրավում է Կանադան։ ԱՄՆ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե Կանադան ոչնչացնում է ինքն իրեն։ Պեկինի եւ Օտտավայի միջև հնարավոր համաձայնագիրը պատմության մեջ կմտնի որպես ամենավատ գործարքներից մեկը, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե Օտտավան առևտրային գործարք կնքի Պեկինի հետ, Վաշինգտոնը 100%-ի մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներմուծվող կանադական ապրանքների համար։ Նա նաեւ նահանգապետ է անվանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, Վաշինգտոնը թույլ չի տա, որ Կանադան վերածվի տարանցիկ կետի ԱՄՆ մտնող էժան չինական ապրանքների համար։ Կանադայի վարչապետն արձագանքել է, Օտտավան չի պատրաստվում ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա եռակողմ պայմանագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների պատճառով։ Մարկ Քարնիի խոսքով Պեկինը եւ Օտտավան ընդհանրապես փորձում են լուծել վերջին տարիներին կուտակված առանձին առևտրային վեճերը։ Խոսքը մասնավորապես չինական էլեկտրական մեքենաների, գյուղատնտեսական եւ ձկնային արտադրանքի մատակարարումների մասին է։ Հունվարի 24-ին ԱՄՆ ներգաղթի դաշնային ծառայության աշխատակիցները Մինեապոլիսում սպանել են տեղացի Ալեքս Փրեթին։ Ծառայության պաշտոնական հայտարարության համաձայն ապօրինի ներգաղթյալի ձերբակալման գործողության ժամանակ տղամարդը մոտեցել է դաշնային գործակալներին եւ սպառնացել նրանց զենքով, ինչից հետո իրավապահները կրակ են բացել։ Զլմները գրում են, որ ըստ ականատեսների Փրեթի մոտ զենք եղել է, բայց նա չի սպառնացել իրավապահներին, այլ մոտեցել է օգնելու գետնին ընկած կնոջը։ Տղամարդու սպանությունից հետո Մինեապոլիսում ցույցեր են սկսվել, ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքից դուրս բերել ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային իրավապահներն ինչ-որ պահի կհեռանան Մինեապոլիսից, սակայն թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ։ Թրամփը քննադատել է տեղական իշխանություններին գործակցությունից հրաժարվելու եւ քաոս հրահրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչները Մինեապոլիսում քաղաքացիական անձի են սպանում։ Հունվարի 7-ին սպանվել է Ռենե Նիկոլ Գուդը, որը չէր ենթարկվել դաշնային ծառայողների հրահանգին։
ԱՄՆ 24 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, ուժեղ ձնաբքի պատճառով շուրջ 200 միլիոն մարդ տուժել է։ Մի շարք նահանգներում երթևեկությունը կաթված է հարեկան էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ։ Հունվարի 24-ին ավելի քան 14000 չվերթ չեղարկվել է։ Հայտնի է առնվազն 11 զոհի մասին։ Հիմնականում տուժել են հարավային նահանգները։ Եղանակային պայմանների հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Թենեսիում, Կանզասում, Նյու Յորքում, Տեխասում, Լուիզիանայում եւ Միչիգանում։ Կանխատեսվում է, որ առաջիկա ժամերին ձյունն ու ձնախառն անձրևը չեն դադարելու։ Նպատակ ունենալով մասսայականացնել սպորտը, Սյունիք ֆուտբոլային ակումբին հաջողվել է մարզի երեխաներին համախմբել մեկ թիմում։ 1000-ից ավելի տղաներ ու աղջիկներ խաղում են հենց այս ակումբում, նրանցից միայն 500-ը Կապանից է։ Մարզի բոլոր քաղաքներում տարբեր տարիքային խմբերին անվճար մարզվելու հնարավորություն է տրվել։ Այստեղ պարապում ու հաջողություններ են գրանցում ոչ միայն տղաները, ակումբը հասցրել է կոտրել նաև այս կարծրատիպը։ Դարպասը գրավում են նաև աղջիկները։ Այստեղ արդեն կան լավագույն ֆուտբոլիստներ, ովքեր ազգային հավաքականի թեկնածուներ են։ Այս տարի մենք նպատակ ենք դրել մեր առաջին թիմը, որ հաղթի առաջին խմբի առաջնությունում եւ արդեն մյուս տարվանից խաղա բարձրագույն խմբում։ Եվ ինչու՞ չէ, արդեն մի քանի տարուց Կապանը եւ ամբողջ մարզը ներկայացված լինի եվրոպական գավաթների խաղարկությունում։ Թիմը կայացման եւ զարգացման ճանապարհն անցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։ Տարիների վեր ողջ ֆինանսական բեռը ուսերին է վերցրել հանքարդյունաբերական ձեռնարկությունը, նպատակ ունենալով Սյունիքում զարգացնել մարզաձևը։ Այսուհետ ակումբին ֆինանսական աջակցություն կցուցաբերեն նաեւ տեղական խոշոր բիզնես ընկերությունները։ Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ու ընդլայնման գործում ներդրում կունենա նաեւ EKA Construction սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հունվարի 21-ի հուշագրով ամրագրվեց համագործակցությունը։ Այդպիսի երկու կազմակերպության հետ ենք հիմա արդեն սկսել այդ մեր քննարկումները եւ առաջինը EKA Construction-ը, որի հետ ստորագրում ենք հուշագիր եւ համաձայնագիր, որով նրանք դառնալու են հովանավոր Սյունիք ֆուտբոլային ակումբի։ Երկրորդը աշդանակն է եւս մեր խոշորագույն ԶՊՄԿ-ի գործընկերներից, նրանք էլ արդեն դրական պատասխան են ստացել։ Հուսով եմ, տենց ինչ որ շատ կարճ ժամանակում նրանց էլ այս համաձայնագիրն ու պայմանագիրը կստորագրենք։ ԶՊՄԿ-ն շարունակելու է մնալ գլխավոր հովանավորը, որովհետեւ առանց ԶՊՄԿ դժվար է մեր մարզում այդպիսի մեծ նախաձեռնություն շարունակել, բայց ԶՊՄԿ-ին միանալու են, հուսով ենք միանալու են նաև մնացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչները տեղական։ EKA Construction-ի տնօրեն Տիգրան Միքայելյանը մեծ պատրաստակամությամբ է միացել նախաձեռնությանը։ Ակումբի զարգացման գործի մասնակիցը լինելը ոգևորիչ է։ Մեծ ուրախությամբ փորձեցինք մենք համագործակցություն անել եւ այսօր էլ արձանագրեցինք մեր ցանկությունը լինել սպորտի կողքին, մեր մարզում ուժեղացնելով, մեր մարզը ներկայացնենք, փորձենք ներկայացնենք ամբողջ աշխարհով։ Ինչով կարող ենք մենք պատրաստակամ ենք, կփորձենք մնացնել ժամանակի ընթացքում ցույց կտա։ Հուշագիրը պարտավորությունների մասին մտադրություն է աջակցելու Սյունիք ֆուտբոլային ակումբին, նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Արդյունաբերական հսկան բազմիցս է ապացուցել մարզական կյանքի զարգացման գործում ունեցած դերակատարությունը։ Այս համագործակցությունը մարզի այլ գործընկերների համար վարակիչ օրինակ կարող է լինել։ Ինքը լավ ձևաչափ է, որ մենք դեռևս որդեգրել ենք տարիներ առաջ, որպես հիմնադրամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որ նման նախաձեռնությունների դեպքում լինեն դրանք տեղական իշխանություններ, թե մարզային իշխանություններ, որ համագործակցության որպես հիմք եւ ձևաչափ սկսվի հուշագրերից։ Իհարկե համագործակցությունը այդ իմ հնչեցված մարմինների հետ տարիներով ուրեմն ձևավորված էր, բայց մենք որոշեցինք ձևափոխենք մի քիչ այդ բանը եւ դնենք այդ նման հիմքերի վրա, հաջողվեց իհարկե, եւ հիմա փորձում ենք էլ ավելի նույն ձևաչափը մեկ այլ համագործակցության շրջանակներով լիահույս ենք եւ վստահ, որ սա էլ կաշխատի։ Առաջիկայում այլ հուշագրերի ստորագրում եւս կլինի, ակումբը նաեւ հոգաբարձուների խորհուրդ կունենա։ Իսկ այս ընթացքում մարզիկները կշարունակեն գրանցած հաջողություններով Սյունիքին նոր շունչ հաղորդել եւ ինչու ոչ ճանաչելի դառնալ Հայաստանի սահմաններից դուրս։ Նարե Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։
Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվեց հունվարի 10-ին։ Հայտնեցին, որ վերջին օրերի ընթացքում Դավթաշենի երկրորդ թաղամասում գտնվող կիսակառույց շինության տարածքից գողացել են շինարարական 150 հենասյուն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, ում ինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ, հունվարի 16-ին ստացվեց նոր հաղորդում։ Գիշերը նույն կիսակառույցի տարածքում վնասել էին տեսահասկող սարքի լարը եւ գողացել շինարարական ապրանքներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները համայնքային ոստիկաններին հասցրին Զովունի գյուղ։ Հունվարի 19-ի երեկոյան հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց Զովունու բնակիչ 25-ամյա երիտասարդ։ Բաժնում նախոստովանեց արարքը, նաև հայտնեց, որ գողացված ապրանքն արդեն իրացրել է։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ, որում ըստ նրա մարիխուանա էր անձնական օգտագործման համար։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա հենասյունների գողության մի փորձ էլ կատարել է հունվարի 18-ին, ինչը կանխվել է սեփականատիրոջ կողմից։ Դավթաշենի համայնքային ոստիկաններին նաև հաջողվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում հայտնաբերել գողոնը։ Վնասի չափը կազմում է 1.5 միլիոն դրամ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։